Ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ ապրում է ընդամենը 13 սպիտակ առյուծ։ Կենդանաբանական այգիներում եւ մասնավոր հավաքածուներում դրանց ընդհանուր թիվը բաց աղբյուրների գնահատմամբ մոտ 300 է։ Այդ առյուծներից մեկը մինչև վերջերս Հայաստանում էր։ Այն պատկանում էր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին եւ գրանցված էր վայրի կենդանիների ու բույսերի վտանգված տեսակների միջազգային առևտուրը կարգավորող CITES կոնվենցիայի շրջանակում համապատասխան փաստաթղթերով։ Երևի առիթ ունեցել եք Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը։ Ընդհանուր առմամբ աշխարհում պահպանվել է մոտ 27-ից 29 հազար վայրի առյուծ, չհաշված բուծարաններին է եւ դրանցից յուրաքանչյուրն արժեքավոր է տեսակի պահպանման տեսանկյունից։ Հայաստանում սպիտակ առյուծի քնեցումից եւ տեղափոխումից հետո չարտնանալու դեպքը լայն հանրային արձագանք է առաջացրել։ Քննարկումների առանցքում մի քանի հարց է. տեղափոխումն անհրաժեշտ էր արդյոք, պահպանվել են անասնաբուժական բոլոր պահանջները եւ ով է պատասխանատվություն կրելու, եթե քննությամբ պարզվի, որ թույլ են տրվել մասնագիտական կամ ընդհանցակարգային խախտումներ։ Հանրային քննարկումների հիմնական հարցերից մեկն էլ վերաբերում է հենց կենդանու քնեցման եւ տեղափոխման ընթացքում կիրառված մեթոդներին։ Հրապարակված նյութերում նշվում է, որ առյուծին քնեցնելու համար կիրառել են զոլետիլ եւ մեդիտին դեղամիջոցների համակցություն։ Զոլետիլ եւ մեդիտինը համակցությունը լիովին անջատում է կենդանու ջերմակարգավորումը, իսկ արև ա եղել, շոկ ա եղել, արևի տակ բեռնատարի փակ վանդակում իր գրածն եմ ասում, որ մասնագետն է գրել, առյուծի մարմնի ջերմաստիճանը կարճ ժամանակում անցել է 42+ Ցելսիում, ինչը հանգեցրել է ուղեղի կաթվածի եւ ջերմային շոկի։ Կիրառված դեղամիջոցների ազդեցության պայմաններում կենդանու վիճակը պահանջում է մշտական բժշկական վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում շնչառական աջակցություն։ Մասնագետների խոսքով նման դեպքում արյան մեջ թթվածնի մակարդակը կարող է կտրուկ նվազել եւ առանց համապատասխան սարքավորումների խոշոր գիշատչի տեղափոխումը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել։ Նույնիսկ լեզուներ ընկած, վիզներ կենդանիների հետ գնացած, աչքերը փակած չէր, հապճեպ գործողություններ են արել եւ ըստ մասնագետների այդ դեղորայքը չէր կարելի նման պայմաններում ներարկել։ Իհարկե պետք է հանգեցներ ցավոք սրտի անկմանը, ինչն էլ մենք տեսանք։ Նարինե Կիրակոսյանը նաև հարցադրում է անում, միջև տեղափոխումը կենդանիները լիարժեք հետազոտվել են արդյոք, ինչպես է հաշվարկվել դեղաչափը եւ տեղափոխման ընթացքում ապահովվել է արդյոք անհրաժեշտ բժշկական հսկողություն։ Երևանի կենդանաբանական այգին ավելի վաղ հայտարարել էր, որ առյուծի մահը կարող էր պայմանավորված լինել կենդանու առողջական վիճակով, սակայն հանրային քննարկումները տեղափոխման ընթացակարգի շուրջ չեն դադարում։ Կենդանաբանական այգու կենդանաբույժը ներկա չի եղել։ Այդ ամեն մեկը այսպես կոչված ժողովրդական լեզվով նարկոզի դեղ իրավունք չունի ներարկել ու հատկապես հազվադեպ կատվազգիների դեպքում, որովհետև իրանց պետք է քաշը, իրենց ուրեմն առողջական իրավիճակը ստուգեին, գոնե 1-2 օր հետևեին, տեսնեին վարքը։ Կիրակոսյանը նաև կասկածի տակ է դնում կենդանաբանական այգու հրապարակած պարզաբանումը։ Նրա խոսքով հանրությանը չեն ներկայացվել կենդանու բժշկական առողջության տվյալները, կիրառված դեղորայքի չափաբաժիններն ու փորձաքննության մանրամասները։ Նա նաև նշում է, որ նման բացառիկ կենդանու դեպքում գործընթացը պետք է առավել թափանցիկ լիներ, իսկ նախկին խնամակալներին, որոնք տարիներ շարունակ զբաղվել են կենդանու խնամքով, պետք է հնարավորություն տրվեր մասնակցելու տեղափոխման գործընթացին։ Յուրաքանչյուր բժշկի, չեմ ասում կենդանաբուժի, եթե ցույց կտակ, կտեսնեք, որ անգրագետ ձևակերպումներ են, հապճեպ ձևակերպումներ են, բացի դա չկա հավաստիացնող, ուրեմն գրանցամատյանում տվյալներ, չկա դատաբժշկի եզրակացություն, չկա բիոխիմիական եզրակացություն։ Նարինե Կիրակոսյանն անդրադառնում է նաև կենդանիների ծագման վերաբերյալ շրջանառվող պնդումներին։ Նրա պնդմամբ խոսքը որսագողության արդյունքում ձեռք բերված կենդանիների մասին չէ, քանի որ դրանց բուծումն ու պահպանումը կարգավորվում են միջազգային կանոններով։ Իսկ տեղյակ է արդյոք հանրությունը, որ գիտական առումներով հատուկ որսահանդակներ են լինում եւ դա օրենքը չի ուրեմն արգելում, հակառակը, եթե օրինակ առյուծների մասին է խոսքը, բայց այստեղ կենդանի առյուծներին է, այնտեղ որտեղ բուծում են, իսկ Աֆրիկայում տեղեր կան, որոնք ոչ թե բնության գրկում են, այլ բուծարաններում են։ Իրանք կազմակերպում են որսեր առյուծների, որովհետև պրայդում, այսինքն ընտանիքում, պետքա լինի միայն մեկ որս։
Մինչև իրավապահները պարզում են սպիտակ առյուծի անկման հանգամանքները, հարցեր են հնչում նաև տարածքում մնացած մյուս կենդանիների ճակատագրի վերաբերյալ։ Կենդանիների խնամքով զբաղվող անձին կահազանգում են, որ տարածքի սահմանափակումների պատճառով մյուս կենդանիներն ու թռչունները պատշաճ խնամք չեն ստանում։ Նարինե Կիրակոսյանի խոսքով խնդրով արդեն հետաքրքրվել են նաև Երևանի ավականու մի շարք անդամներ եւ չի բացառվում, որ առաջիկայում հարցը լուծում կստանա։